Ասենք փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, քուրեր եղբայրներ ջան։ Գիտեք, ընդհանրապես երբ որ Աստծո խոսքը կարդում ենք, մի բան ենք հասկանում, որ մարդը եթե ուզում է փրկվի, ինքը ուզի թե չուզի, պիտի պատվիրանները պահի։ Ուզի թե չուզի, հեշտ է թե դժվար է, կարելի է թե չի կարելի, միևնույն է, մարդը պիտի Աստծո պատվիրանները պահի։ Իսկ մարդը երբ որ Աստծո հոգու գործը չի հասկանում, Աստծո ամեն խոսքերը այս մարդու համար բեռ են։ Աստծո ամեն ասացները այս մարդու համար բեռ են դառնում, որովհետև գրված է դրա մասին։ Երեմիա մարգարության մեջ 23-րդ գլխի 33-րդ համարից այսպես ասում. երբ այս ժողովրդից մեկը կամ մարգարե կամ քահանա քեզ հարցնի ու ասի թե Տիրոջ բեռը ինչ է, այն ժամանակ ասա նրանց դուք եք Տիրոջ բեռը։ Ես ձեզ անշուշտ պիտի լքեմ, ասում է Տերը, այն մարգարեն կամ քահանան կամ ժողովուրդը, որ Տիրոջ բեռ է ասում, այդ մարդը ու նրա տունը պիտի պատժեմ, ասում է Տերը։ Ամեն մարդ իր ընկերին ու ամեն մարդ եղբորը այսպես պետք է ասի. Տերը ինչ պատասխան տվեց, կամ Տերը ինչ խոսեց, ու ալ Տիրոջ բեռը մեկ հիշի, որովհետև ամեն մարդու բեռ իր խոսքը պիտի լինի։ Բայց դուք կենդանի Աստծուն, զորքերի Տիրոջը, մեր Աստծու խոսքը փոխեցիք։ Ընդհանրապես, քուրեր եղբայրներ, երբ որ ուշադրություն ենք դարձնում հին ուխտում գրված պատվիրաններին, մենք երեք մարդ կա կարա հակառակ հոգով կարդա Աստծո խոսքը, մարդ կա կարա Աստծո հոգով կարդա Աստծո խոսքը, որովհետև երբ որ մարդու մեջ հակառակ խոսք կա, հակառակ տրամադրություն կա, իրա համար ինչ խոսք էլ ասես, դա իրա համար բեռ է, ժողովուրդ ջան, դա իրա համար բեռ է։ Անգամ Հիսուս երբ որ խոսում էր իրա մտերիմ աշակերտների հետ, ասեցին էս ինչ ծանր խոսքեր է, էս ինչ խիստ խոսքեր է, էս ով կարա պահի, ու թողեցին հեռացան, ահագին մասը թողեց հեռացավ։ Գիտեք, մենք երբ որ Աստծո խոսքը կարդում ենք, պետք է խնդրենք, որ Տերը լուսավորի մեր միտքը եւ Աստծո խոսքը Աստծո հոգով կարդանք, որ հասկանանք ինչ է ուզում Աստված։ Այ օրինակ, երբ որ ուշադրություն դարձեցի 10 պատվիրանների վրա, դուք էլ ուշադրություն դարձած կլեք, ես բան չեմ ասում, բայց ուզում եմ մի հատ իրար հետ նորից կարդանք։ Երբ որ ուշադրություն ենք դարձնում 10 պատվիրաններին, քուրեր եղբայրներ, առաջի 4 պատվիրանը վերաբերվում է Աստծուն, եւ 6-ը վերաբերվում է մարդուն։ Եվ մարդը իր կյանքի մեջ ձգտում է, ջանք է անում, չգիտեմ, տքնում է, որ այն 6-ը պահի։ Բայց իրականում պատվիրանները սկսում է Տիրոջ պատվիրաններից, Տիրոջ հետ ապրելուց։ Ուզում եմ կարդամ, ուրեմն երկրորդ օրինաց 5-րդ գլխի, ուրեմն 6 համարից այսպես ասում, 5-րդ գլուխ 6 համար, ես եմ Եհովան, քո Աստվածը, որ քեզ Եգիպտոսի երկրից ծառայության տնից հանեցի։ Երբ որ Աստծո հոգին ուշադրությունս ուղեց հենց այս խոսքերի վրա, ես ապշել էի։ Պատվիրանը սկսում է սենց. ես եմ Եհովան, քո Աստվածը։ Եթե ասում է ես եմ քո Աստվածը, մարդը պետք է այստեղ մի պահ լուրջ մտածի, քուրեր եղբայրներ։
Աստծու հետ մենք գործ ունենք։ Երբ որ մարդը Աստծու հետ գործ ունի, այս մարդու համար մնացած բոլոր հարցերը լուծված է, քուրեր եղբայրներ։ Ուզում եմ կարդամ. Ես եմ Եհովան, քո Աստվածը, որ քեզ Եգիպտոսի երկրից ծառայության տնից հանեցի։ Մի հատ հետաքրքիր հարց։ Երբ որ Իսրայելի ժողովուրդը Եգիպտոսում, ինչպես եղբայրները խոսացին, ծառայության տանն էին, Աստծու համար ինչ արեցին, ով կարա ասի։ Հարց, Աստծու համար ինչ արեցին, հեչ մտածել եք սրա վրա։ Բացի իրանց կյանքը ապրելուց, բացի իրանց քմահաճույքներից, բացի իրանց ցանկություններից, իրանց մարմնի մասին մտածելուց, ուրիշ բան արեց մարդը, թե չէ։ Բայց այստեղ պատվիրանքի հենց առաջի պատվիրանքը սկսում է այսպես. Ես եմ Եհովան, քո Աստվածը, որ քեզ Եգիպտոսից ծառայության տնից հանել եմ։ Բերեք մտածեք մի հատ սրա վրա։ Լավ, ինչի համար է հանե։ Կամ այդ մարդը ինչ էր տվել Աստծուն, որ Աստված հիշեց, տարավ պարտքը հետ տվեց։ Ինչ էր տվել Աստծուն, քուրս ու եղբայրս։ Ինչ էր արել Աստծու համար, ինչ էր արել հրյա ժողովուրդը Աստծու համար, որ հանկարծ Աստված հիշեց ու ասավ չէ, գնամ հանեմ այս ժողովրդին, պարտական եմ իրանց անելու։ Ոչ մի բան, քուրեր եղբայրներ, ոչ մի բան։ Այսենց է սկսում Աստծո պատվիրանը, երբ որ դու հասկանում ես, ում հետ գործ ունես, երբ որ դու հասկանում ես, որ ով ես դու և ով է նա, երբ որ դու մտնում ես Տիրոջ մեջ, երբ որ դու ասում ես այո Տեր, դու ես իմ Աստվածը, դու ես Եհովա Աստվածը, որ ինձ հանել ես մեղքից ու խավարից, ինձ հանել ես դժոխքից ու մահից, այս մարդը սկսում է ապրել Աստծու հետ և Աստծու համար, և մնացած բոլոր պատվիրանքները արդեն դու ջանք չես անում պահելու, արդեն դու ապրում ես դրա մեջ։ Շատ ենք կարդացել հարուստ երիտասարդի պատմությունը, շատ ենք կարդացել, ուղղակի ամեն անգամ կարդալուց ես զարմանում եմ, թե Աստված ամեն անգամ մի նոր ձևով բացում է մեզ մեր ով լինելը և բացում է իր սերը, քուրեր եղբայրներ։ Ուրեմն ուշադրություն դարձրեք, գրված է Մարկոս ավետարանի մեջ 10-րդ գլխում, երբ որ հարուստ պատանին եկավ Հիսուսի մոտ, ասավ բարի վարդապետ, ինչ անեմ, որ հավիտենական կյանք ժառանգեմ։ Եվ Հիսուս ասեց նրան, ինչու ես բարի կամանես, մեկից զատ բարի չկա, որ է Աստված։ Պատվիրանքները գիտես։ Գիտեք, Հիսուս փրկության ուրիշ ճանապարհ չի ցույց տալի մարդուն, ասում է պատվիրանքները գիտես, այսինքն դա է փրկության միջոցը, պատվիրանքները Աստծո։ Հիմա շարունակությունը լսեք։ Պատվիրանքները գիտես, շնություն մի արա, սպանություն մի արա, գողություն մի արա, սուտ վկայություն մի արա, զրկանք մի արա, հորդ ու մորդ պատվի։ Ուրեմն եթե ուշադրություն եք դարձնում, այս բոլոր պատվիրանքները մարդ հարաբերության պատվիրանքներ են։ Ստեղ Հիսուս չթվարկեց մարդ Աստված հարաբերության մեջ ոչ մի պատվիրան չթվարկեց։ Ուշադիր եք եղե, չթվարկեց։ Եվ շարունակում է, և նա պատասխան տվեց, վարդապետ, դրանք ամենքը մանկությունից ի վեր պահել եմ։ Գիտեք, կարաս պահես, դա դժվար բան չի։ Մարդկային հարաբերության մեջ, մարդկային կյանքի մեջ շատ մարդիկ կան, ես էլ մարդ գիտեմ, որ այնքան պարկեշտ մարդ էր, բայց հավատք չուներ այս մարդը, որ մարդկային հարաբերության մեջ շատ պարկեշտ մարդ էր ինքը,
Անգամ ես լսել եմ, որ ինքը իր տանը թևերը բացած կամ ոտերը բացած չկա իր երեխեքի մեջ։ Այնքան պարկեշտ մարդ էր, բայց հավատք չուներ այս մարդը։ Հիմա Հիսուս, երբ որ պատվիրանները թվարկում է, այստեղ ոչ մի աստվածային պատվիրան կարելի ասել չկա։ Մարդ հարաբերության մեջ։ Եվ հետո շարունակում է։ Պատասխան տվեց վարդապետ, այդ ամենը մանկությունից վեր պահել եմ։ Հիսուսը նրան նայելով սիրեց նրան ու ասեց. մի բան պակաս է քեզ։ Ու գիտեք, այդ մի բանը ոչ թե ծախելն էր, այլ ասում է ինչ արա, մի բան պակաս է քեզ, ունեցածը ծախի տուրախքատներին, եկին գանձ պիտունաս եւ խաչդ վերցրու ու իմ հետևից արի։ Ամբողջ հարցը կայանում էր նրանում, որ մարդը Աստծո հետևից չէր գնում։ Ամբողջ խնդիրը դրա մեջ էր, որ այս մարդը Աստված չուներ, Աստծո հետևից չէր գնում։ Ամբողջ խնդիրը դա էր։ Սա էր այս մարդուն պակասում, ոչ թե ունեցվածքը, ոչ թե չգիտեմ ինչը։ Իր կյանքում ինչն էր պակաս էր Աստված։ Պակաս էր Հիսուս Քրիստոս։ Այսօր իմ ու քու կյանքում մենք շատ ժամանակ վերջից ենք սկսում, վայ չցանկանամ, վայ զրկանք չանեմ, վայ գողություն չանեմ, վայ սպանություն չանեմ, վայ հորս ու մորս հարգեմ, բայց քուրս եղբայրս պատվիրանքը տեղից չի սկսում։ Պատվիրանքը սկսում այստեղից. ես եմ Եհովան, քո Տեր Աստվածը, որ քեզ դու մի հատ սրա վրա օրերով մտածի, այդ քեզը ով է։ Եգիպտոսի երկրից, ծառայության տնից հանել եմ։ Շատ կարևոր ասա քուրեր եղբայրներ, որ մենք հասկանանք։ Եվ մենք ամենակարևորը թողել ենք։ Ընկել ենք երկրորդի հետևից, ընկել ենք երկրորդական բաների հետևից, բայց մի հստակ բան իմացի։ Ինչ էլ անես, ինչ պատվիրանք էլ հորինես, ինչ էլ պահես, մի 10 հատ էլ ավելացնես, եթե դու Աստծուն չունես քո կյանքի մեջ, դու ոչ մի պատվիրանք չես պահում։ Ոչ մի պատվիրանք։ Այլ որ մարդը իր հոգու, իր սրտի մեջ այս ամենակարևոր պատվերը, երբ որ Հիսուսին մոտեցան, օրինականը մոտեցավ Հիսուսին եւ հարցրեց։ Հիշում եք Ղուկաս ավետարան 10-րդ գլխում է գրված։ Ահա մի օրինական 25-րդ խոսքից։ Ելավ ու նրան փորձելով ասեց. վարդապետ, ինչ անեմ, որ հավիտենական կյանք ժառանգեմ։ Հարցնում է նորից այս մարդը հարց է տալիս։ Եվ նա էլ ասեց նրան, գիտեք, Հիսուս ինքը ասեց նրան, օրենքի մեջ ինչ է գրված։ Ինչպես ես կարդում, պատասխան տվեց նա. քո Տեր Աստվածդ սիրես քո բոլոր սրտով ու քո բոլոր անձով ու քո բոլոր զորությունով ու քո բոլոր մտքով եւ քո ընկերդ քո անձի պես։ Քուրեր եղբայրներ, ասма օրենքի մեջ ինչ է գրված։ Սա կյանքի օրենք է, որ մարդը սիրի Աստծուն, մարդը սիրի Աստծուն իր ամբողջ սրտով, իր ամբողջ հոգով, իր ամբողջ էությամբ։ Ու երբ որ մարդու մեջ այս խնդիրը լուծված է, ընկերոջդ սիրես քո անձի պեսը, արդեն հետևից գնում է։ Արդեն հետևից գնում է։ Այս օրինականը հարցնում է ինչ անեմ, որ կյանք ունենամ։ Քուրս ու եղբայրս, քո բոլոր հարցերի լուծումը Աստծուն ունենալու մեջ է։ Քո բոլոր խնդիրների լուծումը Աստծուն ունենալու, Աստծուն սիրելու մեջ է։ Ուրիշ ոչ մի տեղ։ Եվ դա ցավոք սրտի օրենքի մեջ է գրված։ Եվ դա ցավոք սրտի պատվիրանքների մեջ է գրված։ Այսօր ես այդ առաջի պատվիրանքը, առաջի հարցը իմ կյանքում ինչպես է դա լուծված կամ արդյոք լուծված է թե չէ։ Գիտեք, մենք շատ ժամանակ այսպես խաղեր ենք անում, հոգևոր խաղեր։
Հոգևոր խաղեր։ Նա ինձ կասի, ես նրան ես կասեմ։ Նա ինձ էս արավ, ես նրան են կանեմ։ Ոչինչ, հանուն Աստծու կսիրեմ քեզ, հանուն Աստծու կներեմ քեզ, բայց քուրս եղբայրս, առաջի պատվիրանքը ես եմ Եհովան քո Տեր Աստվածը, որ քեզ Եգիպտոսի երկրից հանել եմ ծառայության տնից։ Երբ որ մարդուն սա բացվում է, երբ որ մարդուն բացվում է, իրան ամբողջ հոգևոր կյանքն է բացվում։ Իրան ամբողջ հոգևոր բնույթն է բացվում Աստծո։ Ով էր Իսրայելի ժողովուրդը, ով էր Աստված եւ ինչ արեց Աստված այս մարդկանց կյանքում։ Այսօր նույնը իմ ու քո կյանքում է արել Տերը։ Մենք տեղյակ չենք եղել։ Մենք անգամ չգիտենք Սուրբ Գիրքը ինչ բան է։ Մենք անգամ չգիտենք պատվիրանները ինչ բան է, բայց Աստված մեզ հավիտենությունից առաջ ճանաչել է, հավիտենությունից առաջ սիրել է մեզ եւ մինչև հիմա սիրում է մեզ։ Փառավորվի իր անունը։ Դրա համար մենք պիտի սիրենք այդ Աստծուն։ Ամբողջ սրտով սիրի, ամբողջ հոգով սիրի, ամբողջ էությամբ սիրի։ Երբ որ Իսրայելի ժողովուրդը պատերազմի մեջ էր փղշտացիների հետ, պարտվեցին, ուխտի տապանակը գերի տարվեցավ եւ գրված է հետաքրքիր մի պատմություն Առաջի թագավորաց 5-րդ գլխում, որ երբ որ ուխտի տապանակը տարան փղշտացիները իրանց Դագոնի կուրքի տաճարում դրեցին, իբր լավ տեղ դրեցին, սուրբ տեղ դրեցին իրանց պատկերացումով, եւ հաջորդ օր երբ որ գնացին դուռը բացեցին, ինչ տեսան։ Տեսան այս Դագոնի այդ ահռելի կուրքը ընկել է տապանակի առաջ եւ գլուխը ջարդվել էր։ Նորից ուղեցին, դրեցին, կանգնացրեցին, հաջորդ օր եկան տեսան գլուխը, ոտերը, ձեռները ջարդվել, փշրվել է։ Այդ ով էր անողը քուրեր եղբայրներ։ Այլ որ ես ու դու թույլ կտանք Տերը մեր կյանքի մեջ մտնի, երբ որ ես ու դու կհոժարվենք, մեր եսը կխոնարհացնենք։ Մի հատ եղբայր, մի հատ լավ բան է ասեմ։ Ասма գիտեք, եթե դու ինքդ քեզ չխոնարհացրեցիր, Աստված չի կարող խոնարհացնի։ Ոչ թե չի կարող, այլ Աստված խոնարհացնի էլ միևնույն է դու մնալու ես նույնը։ Բայց երբ որ դու ինքդ ես խոնարհվում Տիրոջ առաջ, երբ որ դու ինքդ ես բացում սիրտդ Աստծո առաջ, երբ որ Աստծուն սկսում ես սիրելը, Աստված թագավորում է քո կյանքի մեջ եւ բոլոր պատվիրանքները, բոլոր օրենքն ու մարգարեները կատարվում է քո կյանքի մեջ։ Բայց ելի եմ ասում, փրկությունը Աստծո պատվիրանքները պահելու մեջ է։ Փրկությունը Տիրոջ խոսքի մեջ է, Աստծո պատվերները պահելու մեջ է։ Ուրիշ ճանապարհ չկա, բայց պատվիրանքները սկսում է Աստծո հետ քայլելուց։ Եվ երբ որ կարդում ենք Մատթեոս ավետարանի մեջ, Մատթեոս ավետարան 5-րդ գլխի մեջ քուրեր եղբայրներ, ես կարդամ եւ աղոթքով գանք Տիրոջ առաջ։ Մատթեոս ավետարան 5-րդ գլխի մեջ 43 համարում էսպես ասում. Լսել եք, որ ասվեցավ, քու ընկերդ սիրես ու թշնամիդ ատես։ Այդ որ ասма լսել եք, որ ասվեցավ, դա գրված է, Աստծո խոսքից է ասում։ Դա հենց այնց մարդկանց զրույցներից չի ասում, բայց շարունակություն կա, բայց ես ձեզ ասում եմ, սիրեցեք ձեր թշնամիները, օրհնեցեք ձեզ անիծողները, բարի կարեք նրանց, որ ձեզ կատեն, եւ աղոտ կարեք նրանց համար, որ ձեզ կչարչարեն ու կհալածեն։ Գիտեք, հեշտ է այս ապրելը։ Կարաս թշնամուց սիրես, քուրս ու եղբայրս։ Կարաս քեզ ատողի համար աղոտ կանես։ Կարաս քեզ չարչարողին օրհնես, կարաս, բայց վերևի խոսքը ուզում եմ կարդամ, բայց ես ձեզ ասում եմ, ով է ասողը, Հիսուս Քրիստոս, երբ որ Հիսուս Քրիստոս քո կյանքի մեջ կա, ամեն ինչ հնարավոր է քեզ համար, երբ որ Հիսուս Քրիստոս քո կյանքի մեջ թագավորում է եւ իմ կյանքի մեջ, ամեն ինչ հնարավոր է մեզ համար։ Թող Տիրոջ անունը փառավորվի, բերեք սկսենք սիրել Աստծուն,
Բերեք սկսենք նրան ճանաչել, գնանք դեպի նրան, ասենք այո Տեր, ես մեղքի տակ ծախված եմ եղել, ես դժոխքի փայ եմ եղել, բայց դու եկել ես ինձ հանե, դու եկել ես ինձ հանե, բայց ես բան չեմ արել, ես ոնց նայում եմ բան չեմ արել, ոչ մի բան չեմ տվել, բացի թշնամությունից, մեղ գործելուց բան չեմ արել ուրիշ, բայց ինքը այնքան սիրեց քեզ ու ինձ, որ եկավ Եգիպտոսից հանեց ծառայության տնից եւ տարավ խոստացված երկիրը, այսօր մեր Տեր Հիսուս Քրիստոս ուզում է որ դու իրան սիրես, որտեւ ինքը քեզ հավիտյան է սիրում, որ դու իրան գնաս, որ դու իրան ընդունես քո կյանքի մեջ, որտեւ ինքը քեզ համար արյունա թափե ու քեզ համար խաչվել է, փառավորվի մեր Տեր Հիսուսը, բերեք կանգնենք ոտքի քուրեր եղբայրներ։ Ալելույա մեր Տեր, ալելույա մեր Տեր, օ ալելույա մեր Տեր, փառքես, բացիր մեզ Տեր,